Ողջույն բարեկամներ, ձեզից My Culinary Versions խոհարական ալիքն է և այսօր մենք պատրաստելու ենք շատ համեղ բալով բիսկվիտ։ Մինչ սկսելը դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք մեր էջը, իսկ ես ներկայացնեմ բաղադրիչները. ալյուր 300 գրամ, կաթ 200 մլ, բուսայուղ 120 մլ, ձու 2 հատ, փխրեցուցիչ 2 թեյի գդալ, վանիլ 10 գրամ, շաքարավազ 180 գրամ, բալ կամ ցանկացած հատապտուղ։ Ուրեմն նախօրոք պետք է բաղադրիչները ձեռքի տար պատրաստ ունենանք։ Ինչ ենք անելու։ Ալյուրը նախօրոք մաղում ենք, կաթը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, ձուն նույնպես սենյակային ջերմաստիճանի, իսկ բալը նախօրոք պետք է կորիզահան լինի։ Հիմա սկսում ենք, միքսերով հարում ենք ձուն, հարում ենք այնքան, մինչև սպիտակում է, ավելացնում ենք շաքարավազը և կրկին հարում, այնուհետև ավելացնում ենք շաքարավազը ասացի, ավելացնում ենք կաթը, խառնում ձեթը, հետո չոր բաղադրիչները, ուրեմն փխրեցուցիչը, վանիլը ավելացնում ենք մաղած ալյուրին և մաս-մաս ավելացնում խմորին, սկզբում խառնում ենք գդալով, այնուհետև որպեսզի համասեռ զանգված ստանանք, հարում ենք միքսերով, պետք է ստացվի թթվասերիչ քիչ թույլ խմոր։ Խմորի մեջ ավելացնում ենք կորիզահան բալերը, եթե չկա, ձեռքի տակ եղած ցանկացած հատապտուղ, պարզապես բալով բիսկվիտը յուրահատուկ համ ունի։ Ջերմաստիճանը 180 աստիճան Ցելսիուս, թխում ենք 30 րոպե։ Նայեք ձեր գազօջախին։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։